Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ռուս-հայկական համալսարանի մշակույթի տանը անցկացվեց Անաստասիա մյուզիքլի բեմադրությունը, որը ներկայացրին ռուս-հայկական համալսարանի բեմ և մեմ թատրոնի սաները։ Ներկայացումը կազմակերպվել էր երեխաների համար և դարձել էր տոնական ու հիշարժան իրադարձություն բոլոր ներկաների համար։ Մյուզիքլը վերադարձել էր բեմ նոր ու յուրահատուկ ձևաչափով։ Երբևէ հանդիսատեսին լայնածավալ բեմադրությամբ գրաված ներկայացում այս անգամ ներկայացվում էր պատանի դերասանների կատարմամբ։ 6-ից 14 տարեկան ավելի քան 40 երեխաներ, որոնք ժամանակին մասնակցել էին ներկայացման առանձին դրվագներին, այսօր արդեն մեծ բեմի գլխավոր հերոսներն էին։ Երաժշտական ղեկավար Զարա Վիրաբյանի ղեկավարությամբ երիտասարդ դերասանները շուրջ 2 ժամ շարունակ հանդիսատեսին ներկայացրին բարդ վոկալ համարների կենդանի կատարումներ, պարային ու բալետային ելույթներ, տաղանդավոր դերասանական խաղ և անկեղծ հույսեր։ Նրանց արտիստիզմն ու բեմական ազատությունը մեծ ոգևորությամբ ընդունվեցին դահլիճի կողմից, իսկ յուրաքանչյուր ելույթ արժանացավ ջերմ ու երկարատև ծափահարությունների։ Ներկայացման ընթացքում առանձնանում էին նաև գեղեցիկ բեմական ձևավորումները, լուսային լուծումները և կերպարներին համապատասխան զգեստները, որոնք ամբողջացնում էին հեքիաթային ու ջերմ մթնոլորտը։ Բարձր մակարդակով կազմակերպված բեմադրությունը ևս մեկ անգամ ընդգծեց երիտասարդ սաների ստեղծագործական ներուժն ու նրանց կատարած մեծ աշխատանքը։ Հիշեցնենք, որ մյուզիքլի ռուսերեն բնօրինակ թարգմանությունը առաջին անգամ իրականացվել էր ռուս-հայկական համալսարանի բեմ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարգարյանը։ Միջոցառումը ոչ միայն ուրախ ու անմոռանալի պահեր պարգևեց երեխաներին, այլև դարձավ արվեստի և մշակույթի կարևոր դրսևորում համալսարանական միջավայրում։ Անաստասիա մյուզիքլը վերածվեց գեղեցիկ տոնի, միավորելով երեխաներին, ծնողներին և համալսարանի համայնքին ջերմ ու ստեղծագործական մթնոլորտում։